Ողջունում եմ ձեզ, այսօրվա մեր գործընկերների միջոցառմանը ներկա գտնվելու կապակցությամբ ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի ղեկավարությամբ եւ տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնի եւ Agora Central Europe չեխական կազմակերպության հետ համագործակցաբար Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել Հայաստանում մասնակցային բյուջետավորումը եւ ըստ այդմ նաեւ այդ գործընթացում բյուջետային գործընթացում շահերի պաշտպանության քարոզարշավների իրականացումն է ծրագրի թիրախային ոլորտներն են կրթությունը, սոցիալական աջակցությունը գյուղատնտեսությունը եւ արդարադատությունը ծրագրի հիմնական կոմպոնենտներից մեկը եղել է բյուջետային ուսումնական ծրագրերի իրականացումը իրականացվել են այս ընթացքում 2023 թվականից սկսած իրականացվել են երիտասարդ մասնագետների բյուջետային ուսուցում եւ քաղաքասարակության ներկայացուցիչների ուսուցում շուրջ 200 երիտասարդ մասնագետներ են անցել ուսուցումը եւ 40 ՀԿ ներկայացուցիչներ, որոնց թվում են նաև մեր գործընկեր Լուսափայլ հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, ապա ուսուցումներից հետո տեղի են ունեցել ենթադրամաշնորհային մրցույթների հայտարարումը, բյուջեի մոնիթորինգի եւ շահերի պաշտպանության ենթադրամաշնորհային ծրագրերի իրականացումը Բյուջեի մոնիթորինգի ենթադրամաշնորհների նպատակը վերցնել բյուջետային ծրագրեր մեր թիրախային ոլորտներից եւ մոնիթորինգի ենթարկել եւ ապա դրան հաջորդում է շահերի պաշտպանության ենթադրամաշնորհը, որը սկզբում իրականացված բյուջեի մոնիթորինգի ենթադրամաշնորհների արդյունքում վերցնել այն հիմնախնդիրները, որոնք առավել ծառացած են այժմ մեր առջև եւ շահերի պաշտպանություն իրականացնել։ Բյուջեներ քաղաքացիների համար ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Մենք այս ծրագրի շրջանակներում ուղղակի թվերով ասեմ, նախատեսված է 20 շահերի պաշտպանության ենթադրամաշնորհ եւ 12 բյուջեների վերլուծություն Բյուջեների վերլուծությունը բոլորը արդեն իրականացվում են, մի մասը ավարտվել են, մի մասը այս տարվա հունվարին կավարտվի։ Հուսով եմ դրանից հետո մեծ վերհանված խնդիրները կլուծվեն, ինչպես նաև դրանից հետո պետք է նաև մնացել 8 շահերի պաշտպանության ենթադրամաշնորհներ Եվ այդքանով կավարտենք ծրագիրը։ Ենթադրամաշնորհային այս ծրագիրը 2025 թվականի հուլիսից Լուսափայլ կրթամշակութային հասարակական կազմակերպությունը իրականացնում է, որի նպատակն է վերլուծել եւ հանրայնացնել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները աշխատավայրում եւ աշխատաշուկայում, ինչպես նաեւ նրանց աշխատանքային իրավունքի հիմնահարցերը։ Ծրագրի շրջանակներում մենք առաջարկությունների փաթեթ ենք պատրաստել, որի նպատակն է տալ խնդիրների լուծումը եւ գտնել այդ խնդիրների լուծման ուղիները։ Ծրագրի շրջանակում իրականացրել ենք հետեւյալ գործողությունները Հրապարակվել է 4 հոդված, որը կարող եք գտնել Լուսափայլ կրթամշակութային հասարակական կազմակերպության Facebook-յան էջում։ Հաջորդ գործողությամբ մենք հարցումներ ենք իրականացրել Շիրակի մարզի 60 հաշմանդամություն ունեցող անձանց եւ նրանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների շրջանակում։ Հարցումների նպատակն է եղել հասկանալ, պարզել, թե ինչ հիմնախնդիրների են բախվում, ինչ դժվարությունների են բախվում նրանք եւ հենց իրենք շահառուները ինչպես են գտնում այդ խնդիրների դժվարությունների հաղթարման ուղիները, ինչ առաջարկություններ ունեն այդ խնդիրների լուծման ուղղությամբ։ Նշեմ, որ հարցումները իրականացնելիս եւ հասարակական կազմակերպությունները եւ հաշմանդամություն ունեցող անձիկ բավականին ակտիվ էին եւ հատկապես կանայք խոսում էին իրենց խնդիրների մասին, որոնց հանդիպել են աշխատավայրում կամ աշխատաշուկայում։ Հաջորդ գործողությամբ մենք տեղեկատվության հարցում ուղարկել ենք Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն աշխատանքային առողջապահական եւ աշխատանքային պետական տեսչական մարմին խնդրելով վերջիններից ինչ զբաղվածության ծրագրեր են իրականացվում հաշմանդամություն ունեցող անձանց համար եւ ինչ աշխատանքային
ինչ աշխատանքային արտոնություններ ունեն հաշմանդամություն ունեցող անձինք պետական ծրագրերի շրջանակում, ստացված պատասխանները ներառել են առաջարկությունների փաթեթում, ոչ միայն պատասխանները, այլ այդ պատասխանների հիման վրա ծրագրի փորձագետը իրականացրել է վերլուծություն, որը հիմա կներկայացնի ծրագրի փորձագետը, իսկ հաջորդ գործողությունը այսօրվա մեդիաքննարկումն է, մեդիաքննարկման նպատակն է լսել ձեր կարծիքները, ձեր առաջարկությունները, առաջարկվող փաթեթի վերաբերյալ, որը մենք կներառենք ավելի կամբողջացնենք մեր առաջարկությունների փաթեթը։ Նշեմ, որ առաջարկությունների փաթեթը ուղարկել ենք նաև մի քանի օր առաջ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, միասնական սոցիալական ծառայություն եւ առողջապահական եւ աշխատանքային պետական տեսչություն, խնդրելով վերջիններս իրենց կարծիքներն ու առաջարկությունները ներկայացնեն առաջարկվող փաթեթի վրա։ Երբ մենք ունենանք իրենց կողմից համապատասխան գրությունը, իրենց առաջարկությունները, կարծիքները եւ այսօրվա ձեր հնչեցրած կարծիքներն ու առաջարկությունները ամբողջացնելով կներառենք առաջարկությունների փաթեթում եւ մինչեւ տարեվերջ ծրագրի ամփոփման ժամանակ կներկայացնենք արդեն ամբողջացված առաջարկությունների փաթեթը։ Շատ հաճելի է այսօր այստեղ գտնվել եւ ունենալ հնարավորություն լսարանի հենց հաշմանդամություն ունեցող անձանց նաև լսարանի առջև բարձրաձայնելու այն հարցերը, որոնք շատ վաղուց արմատացած են մեր հասարակությունում եւ խոչընդոտում են իրավունքների իրականացմանը։ Ըստ էության աշխատանքային իրավունքների իրացումը ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց եկամտի ապրուստի կայունությունն ապահովելու միջոց են, այլև նրանց անկախ կյանքի եւ համայնքում ներգրավվելու իրավունքի իրացումը խթանող գործուն երաշխիքներից են։ Իմ գործընկերը հասարակական կազմակերպությունից ներկայացրեց, որ իրականացվել է դրա շնորհի շրջանակներում իրականացվել է ուսումնասիրություն եւ որի հիման վրա պատրաստվել է առաջարկությունների փաթեթ։ Նշեց նաև, որ եղել է մասնակցային ուսումնասիրություն է իրականացվել նաև եւ մեթոդաբանության մեջ դերակատարություն են ունեցել նաև հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք եւ նաև իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները։ Պետք է նշեմ, որ խնդիրները, որոնք ուսումնասիրվել են, աշխատանքային իրավունքների իրացման ոլորտի խնդիրները, վերցվել են Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներից եւ Ունիսոն հասարակական կազմակերպության զեկույցից։ Ես շատ կարճ կանդրադառնամ խնդիրներին, որովհետև գիտեմ, որ շատ քաջատեղյակ եք այդ խնդիրներից եւ դա վկայում է նաեւ իրականացված հարցաշարերի արդյունքները։ Ուրեմն աշխատանքային իրավունքների ամրագրումը եւ մեր օրենսդրությամբ եւ միջազգային փաստաթղթերով ամրագրում է ստացած եւ այդ շատ փաստաթղթերին միացած է նաեւ Հայաստանը եւ ինչը նաեւ հավելյալ պարտավորություն է ստեղծում ունենալ ներպետական օրենսդրություն եւ կայուն մեխանիզմներ այդ օրենսդրությամբ ամրագրված իրավունքները իրականացնելու համար։ Չնայած այդ իրավական կարգավորումներին մեր իրականությունը այլ է եւ ցույց է տալիս, որ մինչ օրս հաշմանդամություն ունեցող անձինք բախվում են շատ խնդիրների, մասնավորապես խտրականության եւ հավասար հնարավորություններ չկան նրանց զբաղվածությունը ապահովելու համար։ Օրենսդրական կարգավորումների մասին խոսելուց պետք է նշեմ, որ նույն խնդրականության բացառման հետ կապված աշխատանքային օրենսգրքում վերջին փոփոխություններով ամրագրում են ստացել խելամիտ հարմարեցումները, նաև չտրամադրումը որպես խտրականություն, սակայն ինչպես նշեցի, գործուն մեխանիզմներ, որ պետությունը ապահովի
իրավունքների իրացումը դեռ մինչ օրս բավարար չեն։ Ըստ խնդիրների առանձնացրել եմ նաև առաջարկությունների, այսպես ասած, առանձնացումը օրենսդրականից մինչև ինքնազբաղվածության, խթանման, տեխնոլոգիական եւ միջավայրային խոչընդոտներին վերաբերող առաջարկություններին, բայց մի բան գրեթե այսպես ասած անվիճելի է եւ հստակ, որ անհրաժեշտ են դրական գործողություններ արդյունավետ քաղաքականություն ունենալու համար այս ոլորտում, քանի որ մենք տեսնում ենք, որ քաղաքականություններն էլ կտրված են այսպես ասած հաշմանդամություն ունեցող անձանց հետ երկխոսությունից, ինչպես նաև դրանք շատ կարճաժամկետ են եւ չեն ապահովում երկարաժամկետ ազդեցություն։ Դրա համար անհրաժեշտ է, որ այդ քաղաքականությունները մշակվեն երկարաժամկետ կտրվածքով եւ այն արտոնությունները, այն միջոցառումները, որոնք իրականացվում են, ապահովեն երկարաժամկետ աշխատանքների, ոչ թե օրինակ սեզոնային կամ կարճաժամկետ 1-2 ամսով կամ վերջին շրջանում խոսվում է նաև քվոտաների համակարգի մասին եւ գիտենք, որ ժամանակին այդ համակարգը ներդրվեց, բայց չաշխատեց եւ տարբեր խոչընդոտներ եղան եւ կասեցվեց դրա գործունեությունը, բայց վերջին շրջանում կրկին քննարկվում են քվոտաների համակարգը նորից ներդնելու եւ աստիճանական, միգուցե սկզբնական պետական ոլորտում, հետո մասնավոր ոլորտում Եվ արդյունավետ քաղաքականությունը առաջին հերթին ենթադրում է կոնվենցիային համապատասխան գործողություններ, որոնք իրական ազդեցություններ պիտի ունենան։ Եթե առանձնացնենք կարևորագույն այս ոլորտի քաղաքականությունը, պետք է ընդգծել համալիր ծրագիրը, գիտենք, որ կառավարության հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ուրեմն համալիր ծրագիրը, պաշտպանության համալիր ծրագիրը 23-27 թվականների եւ համալիր ծրագիրը ենթադրում է մի շարք միջոցառումներ, որոնց կատարողը, այսպես ասած, հասցեատերը ոչ միայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է, այլ տարբեր գերատեսչություններ եւ այս առաջարկությունների հետ կապված այնտեղ կան նաեւ միջոցառումներ, բայց այդ միջոցառումների շարունակական նորից կրկնվելով ուզում եմ շեշտել, որ անհրաժեշտ է, որ այդ միջոցառումները լինեն շարունակական եւ գնահատվի նրանց ազդեցությունը։ Օրենսդրական բարեփոխումների հետ կապված ես առանձնացրել եմ դա իրավահավասարության ապահովման մասին օրենքի բացակայությունը։ Ինչ ասել է այս օրենքի ընդունումը խտրականության, ես նշեցի, որ աշխատանքային օրենսգրքով էլ է նախատեսվել արդեն խտրականություն բացառումը, խտրականության արգելքը եւ նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքում կա, բայց օրենքը իրավասարության ապահովման մասին օրենք ունենալ եւ այդ օրենքում խտրականության ինքը կերաշխավորեր բազմակի, փոխհատվող, անուղղակի խտրականության ձևերի, խտրականության ճանաչման, այսպես ասած, մոտեցումը, որովհետև գիտենք, որ հաշմանդամություն ունեցող անձինք առավել խոցելի են բազմակի խտրականության դրսևորումների հանդեպ, փոխհատվող, անուղղակի, մենք բազմիցս են քննարկել օրինակ տարբեր իրավիճակներ, որ այսօր էլ Հայաստանում շատ գործատուներ, աշխատավայրեր չեն ճանաչում խտրականությունը որպես այդպիսին եւ օրենքի եւ համապատասխանաբար կոնկրետ մարմնի ներկայությունը, որը կապահովեր այդ գործերի քննությունը շատ կարևոր է։ Անկամ նոր կառուցվող շենքեր շինությունները այս պահին էլ ունեն անմաչելիության խնդիրներ,
այլ հների մասին գիտեք, որ արդեն շատ մեծ խնդիր է Հայաստանում եւ նաեւ տրանսպորտը աշխատանքի իրացման, աշխատանքային իրավունքների իրացման կարևորագույն հիմնախնդիրը տրանսպորտի մատչելիությունն է, որտեղ անձը նախ պետք է հասնի աշխատավայր, որպեսզի կարողանա զբաղվածություն ապահովել։ Եվ այս ոլորտում էլ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շատ դանդաղ քայլերով են գնում, հենց նույն հանրային տրանսպորտի գնումների գործընթացում անմատչելի դրսևորումներ կան եւ առաջարկները վերաբերում են, որ գնումների գործընթացում պետք է ապահովել մատչելիության պահանջներ։ Եվ այստեղ առանձնացրել եմ նաև տարեկան վիճակագրության հրապարակումը ըստ ոլորտերի եւ մարզերի։ Ընդհանրապես վիճակագրությունը Հայաստանում իրավունքների պաշտպանության մեծագույն խնդիր է, դա բոլոր երևի թե միջազգային կառույցները նշում են, երբ որ պետությունը հանդես է գալիս կոնվենցիաների իրականացման հաշվետվությամբ, առաջին նշումը միշտ դա են նշում, որ չկա նորմալ վիճակագրություն, իսկ եթե չկա վիճակագրություն, խնդիրների մասին կարծիք կազմելը շատ դժվար է եւ առանձնացնել որպես այդպիսին եւ չգիտեմ մոնիտորինգ անել կամ ապահովել ազդեցության գնահատում եւ մինչ օրս էլ այն վիճակագրությունը, որ կա, դա շատ քիչ է արտացոլում իրական վիճակը, չկան կոնկրետ ոլորտներ, թե օրինակ որտեղ են կոնկրետ զբաղված հաշմանդամություն ունեցող անձինք Հայաստանում, ըստ ծեռերի, այսպես ասած, կամ մարզերի, որովհետև հիմա մենք կտեսնենք առաջարկությունների փաթեթում, երբ որ մենք կոնկրետ քաղաքականությունների մշակման հետ կապված առաջարկություն ենք անում, մենք նաև այդ զգայունությունը բնակավայրային մատնանշում ենք, որովհետև այսօր էլ Հայաստանում տարբեր բնակավայրեր շատ առանձնահատկություններ ունեն, նաև հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված, հետևաբար այն պետք է հաշվի առնել։ Ֆիզիկական միջավայրի եւ տրանսպորտի մասին խոսեցինք, առաջարկությունները վերաբերում են էլի շինարարական ստանդարտներին, նշեմ, որ կան այդ ստանդարտները սահմանված, այնպես չի, որ իրավական կարգավորում չկա եւ պահանջ չկա, բայց դրանց պարտադիր կիրառումը նոր եւ վերանորոգվող շենքերում, նաեւ տուգանքների տուժերի կիրառումը պետք է լինի շատ անխուսափելի։ 40,000 դրամ թոշակառու հաշմանդամություն այցով անձը ինչպես կարող է ինքնազբաղվել։ Դրա համար առաջարկություն, որ ինքնազբաղվածության համար գոնե եթե ես ունենամ անաձեռնություն, ինչ որ արտոնություն լինի, հարկային եռից ազատագրվելու համար։ Այդ բոլոր խնդիրները մեր առաջարկությունների եւ խնդիրների առանձնական մենք չենք շրջանցել դրանք։ Տրանսպորտի վարորդները անկիրթ վերաբերում ցուցաբերելով հաշվանդամին կցանկանային որ մեր բոլորը իմանան եւ գիտակցեն որ գազերը շատ փոքր է այսպիսությամբ որոշակի չափով կարող ասել պահում են մեր կառույցի կողմից քանի որ դրանց իրակի մարզում թե կարող եմ հիշել երևի դասենից հետո կառույցներից մեկն է օգտեն կապանին աշխատանքով ապահովել այս օրվա դրությամբ մոտ 20-ից ավել հաշմանդամություն ունեցող երիտասարդի համար մեր հիմնական թիրախումբը 15-ից 35 տարեկան երիտասարդներն են աշխատանքային այս ամբողջ վերջիցեինլով չեմ անդրադառնա պետական տարբեր խնդիրներին դրանից ասպետան եւ մյուս որովհետեւ այդ պետական խնդիրներից մեկն է մի առաջարկություն կար որտեղ որ նշված էր մարդկային ռեսուրսների կարգավորիչի նաեւ բանը ես այսպես գտնում եմ որ ելնելով մասնակետով բարբերաբար այդ ծնությունը իրականացնում թե արեկակ կուրսության թե կանաչ արեկակ ջերմատուն միջապես ուսումնասիրում ենք նաև խնդիրները, որով կան ոչ միայն հարաբերությունների տեսանկյունում, նաև աշխատակիցների տարբեր գործառույթների իրականացման մեջ նաև հաշմանդամություն հատող անձի վերաբերմունքի փոփոխությունը ես շատ կարևորում եմ ոչ միայն պետք է ապահովենք զբաղվածություն
մեծ պատասխանատվություն է գործատուի համար եւս, այդ դրա հետ մեկտեղ նաեւ օգնող ֆորտիկակաս աշխատակիցների տեսքով մենք պետք է ունենանք նաեւ մասնագիտական, որովհետեւ կարողանա գործատում ճիշտ ժամանակի մշտությունները ներկայացնել, կոնֆլիկտային իրավիճակներ չստեղծի, որովհետեւ այստեղ մենք ունենք անձանց, ովքեր ունեն սոցիալ-հոգեբանական նաեւ առանձնահատկություններ, իսկ այդ առանձնահատկությունով պայմանավորված պետք է ճիշտ ժամանակին ճիշտ միջամտություններ կատարվի նաեւ այս ասող որպես գործատու, ներկայացնեմ, իսկ մյուս մասով էլ իհարկե բոլորը իրավունք ունեն աշխատանք իրականացնելու աշխատանք, բայց այստեղ պետք է հաշվի առնվի նաև նրանց առողջական վիճակը, պետք է հաշվի առնենք նաև ինչ չափով զբաղվածություն պետք է ապահովենք, որպեսզի ոչ միայն իննպաստ գնակայում եկամուտի ապահովմանը, այլև նաև չվնասենք սկզբունքը, որովհետև այստեղ արդեն առողջական բուժխնդիրներ ձեռք բերելու ժամանակ մենք ավելի մեծ խնդիրներ կսնենք թե հաշվանդամություն ունեցող անձի համար, թե ինչի՞ չէ նաև գործատուի համար։ Այս առաջարկությունը, որպեսզի մենք ունենանք նաև մասնագիտական խմբեր, այսինքն գործատուին ներկայանցվի, մենք կարողանան ավելի ճիշտ կազմակերպել անձի զբաղվածության շնորհակալություն։ Պետք է նաև այլ աշխատակիցների հաշմանդամություն չունեցող աշխատակիցների շրջանում վերապատրաստումներ անել, հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերմունքների կարիքների հետ կապված։ Շատ լավ բան է, եւ մենք բոլորս էլ ուզում ենք աշխատել, նման բան չկա, ես գիտեմ եւ բոլորի կողմից կփաստեմ, որ այդ նման հասկացողությունը շատ քիչ տոկոսային հարաբերությամբ է, որ կծգտեն նված ստանան, բայց չաշխատեն, որովհետեւ ամեն մարդ լիարժեք իրեն կյանքը ապրելու համար աշխատանք մեծ գրավական է։ Ես առաջարկություն ունեի, որ մարզերում մեծ ծրագրեր անել, օրինակ, ասենք գործատուներ կամ գործարաններ, որը չէ որ չեմ առանձնացնի մարզերը, բայց քանի որ Շիրակի մարզից ենք ելնուց, ինչի այս մեծ քաղաքում չկան նման գործարաններ։ Կարելի օրենսգրության մեջ տվյալ մի թեորի, որ հաշվանդամություն ունեցող երեխայի ծնողին կարելի է 30 ժամկես ժամանակ արտոնություն տրամադրել, որպեսզի զբաղվի իր երեխայով։ Ինձ անձնական օգնական հապայի ես դնեցի եւ ծրագրի մեջ չընկրկեցի պատճառաբանելու կստուն ենք ապային աշխատում ես։ Եթե մենք խոսում ենք աշխատանքային համից, դեռ պայմանագրային ազատությունը նաև այստեղ է գործում, էլի, եւ գործատուի համաձայնությամբ կարող են այդ աշխատաժամանակը սահմանվել։ Շատ շնորհակալ եմ նաև ձեզանից ակտիվ մասնակցության համար։ Նշեմ, որ այս ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ, Իրավաբանների հայկական ասոցիացիա ՀԿ-ի, Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի, Agora Center Europe ՀԿ-ի հետ համագործակցությամբ գործարկվող բյուջեներ քաղաքացիների համար ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում բովանդակության համար պատասխանատվությունն է կրում հասարակական կազմակերպությունը, լուսափայլ հասարակական կազմակերպությունը եւ պարտադիր չէ, որ այն համընկնի Եվրոպական միության տեսակետներին։